ներշնչանքը, այդ մուսակոչեցյալը քո ընդունակությունն է, եթե դու կարող ես ոգևորվել, իմ ոգևորությունները ես չեմ կարող բացատրել որտեղից են գալիս, բայց ես գիտեմ, որ եթե ես ինձ նկարագրել եմ, ես գիտեմ, որ ես անսահման սիրում եմ մարդ Արարատին։ Ինձ համար յուրաքանչյուր մարդ բարձրագույն երևույթ է, մինչև հանկարծ տեսնեմ, որ ինքը սուտ է խոսում։ Մինչև տեսնեմ, որ ինքը կարծես թե շատ է տարված իր սեփական եսով։ Այն երկիչը, որ բեմ է դուրս գալիս եւ այդ բեմական մոգական պահից առաջ ինքը զբաղված է իր արտաքինի, այսինչ կամ այնինչ մասերը շտկելու հասկացանք, որ ինչ որ բան պետք է շտկել, բայց այդքան տարված լինել ինքդ քեզնով, դու դրանով բացառում ես, որ դու կարող ես ուրիշի հետ դիալոգի մեջ մտնել։ Հարաբերությունները կառուցված են այն զգացումների առջև դրա միջոցով, ինչ որ ընկած է երկու մարդու միջև ընկած տարածության մեջ։ Երբ ես դահլիճում մի անգամ համերգի ժամանակ տեսա, որ դահլիճում մոտավորապես 1100 մարդ կա, ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում, մեկ էլ անդրադարձա, որ այս բոլոր մարդիկ չէ, որ կարող են ունենալ երաժշտական լսողություն, որոնք բոլորը չեն, որ կարող են ունենալ բացարձակ լսողությունը։ Դա այն լսողությունը, երբ մարդը ձայնը լսելուց իսկույն հեռավորության վրա, հեռախոսով եւ այլը կարող է գուշակել դրա բարձրությունը, հա, այս կամ այն հնչյունն է սա։ Բայց այդտեղ կարևոր չի նրա ոչ երաժշտական լսողությունը, այլ կարևորը այն կերպարն է, ինչի մեջ դու կարողացել ես օգնել իրեն, որ ինքը լինի այդ պահին, եւ երբ նա արձագանք է տալիս ծափահարության եւ այլը, ինքը արտահայտում է իր այդ ոգևորությունը, առանց հասկանալու, եթե դու նրան հարցնես ինչ երաժշտություն էր հնչում, նա շատ հնարավոր է չկարողանա բացատրել, բայց ինքը թե որ մեր կյանքի մեջ իդեան հզոր ձևակերպումներ ունի, Աստծո գաղափարը օրինակ մեր ներսում նստած, ոչ մեկը չի կարող առարկայացնել դա։ Ինչ է նշանակում հավատը մեզ մոտ, ինչ է նշանակում սերը, ինչ է նշանակում ընկերությունը։ Մենք բառը ասում ենք, բայց կարողանում ենք պատկերացնել, թե դրա բովանդակությունը ինչ է։ Ուրեմն մեր ներսում շատ հաճախ ապրում է գաղափարը, սիմվոլիկան, որը մենք պետք է որ փորձենք տեսնել, եւ եթե քո մեջ այդ սիմվոլիկայի պատկերը գործում է շարունակական ձևով, դու միայն պիտի փառք տաս Աստծուն, որ քո պարագայում այդպես է տեղ ունենում։ Պարոն Խան, էլի հաղորդման տրամաբանությունը, որ պահենք, շատ հետաքրքիր զրույց է ստացվում։ Մեր երկրում ընդհանուր առմամբ ասացիք հիմնական խնդիրը, իսկ տարիքով մարդը 65-ից հետո տարեց մարդիկ ինչ խնդիր ունեն մեր երկրում եւ ընդհանրապես ստեղծագործող մարդը, արդեն վաստակ, շատ մեծ վաստակ ունեցող մարդը մեր երկրում ինչի կարիք ունի։ Հյուսային պողոտայի վրա մի մեքենայի պես բան կար կանգնած, կառույց կար կանգնած, որտեղ հյութ էին վաճառում։ Ես խոսում եմ իմ հարազատ հայերեն լեզվով։ Ես մոտեցա վաճառողին եւ ասեցի՝ տղաս, կարող եմ խնդրել, կարող եմ ձեզից նռան հյութ խնդրել։ Գիտեք ինչ եղավ պատասխանը։ Ես այս պատմության մեջ ոչինչ չեմ հորինում։ Ասեց ստես ապրում։ Այսինքն դու եթե այդպես ես հայերեն խոսում, ուրեմն դու երևի դրսից ես եկած, Սփյուռքից ես եկած եւ այլ։ Ես երկեցի երազիմ երկիր, հայրենի, հոգսերը շատ հույսը պես։ Լսեց, ասեց գիտեմ այդ երկը։ Ասեց ո՞վ ա գրել։ Ասեց դու։ Ես հասկացա, որ ինքը քանի որ բիզնեսի մեջ է, արագ այսպես կողմնորոշվող ունակություն ունի, շատ ավասեցի, դու կարող ես ասել այդ դուի անունը կարող ես ասել։ Ինքը ասեց, հիմա ես կասեմ քեզ։ Google-ից։ Եվ գնաց մտավ Google հեռախոսի մեջ, ինչ էր փնտրում, եւ այլը ինչ որ ժամանակ անցավ, վերադարձավ, ասեց կտա։ Խնդրում չծիծաղեք։ Նաև խնդրում չլացեք։ Մոտեցավ ու ասեց, կտա, ով է, ասեց Պերճ Պրոշյան։ Ես իրեն ասի, տղաս դու գիտես Պերճ Պրոշյանը երբ է մահացել։ Եվ որտեղ է թաղված։ Ասեց չբռնեց, ասեցի չէ։ Ասեց հիմա նորից
Գնաց նորից մտավ Google եւ վերադարձավ, այս անգամ ասեց միազգանուն ու ես որոշեցի, որ ավելի լավ է համաձայնվեմ։ Ասեց Միքայել Նալբանդյան։ Ու ես չգիտեի իրոք լացեի, թե ծիծաղեի։ Ինչու, որտեղ դպրոցը իրան չի ասում ձախ ոտքդ որն է, աչդ որն է։ Ինչպես քայլես դու։ Ես հիմա մի փոքր ավելի հուզվեցի, կանց ինձ պետք էր։ Բայց ես չեմ կարող անտարբեր խոսել այդ բաների հետ։ Ինչպես քայլես, ինչպես ճանաչես, ինչպես փողոցում քայլելու ժամանակ չմոռանաս, որ կողքդ մարդ կա, ուրիշ կողքիդ քայլողը կա, որ դու երբ որ այդ բաներն ես քշում հեծանիվի պես սամակատ կոչեցյալները, որ քշում ես ուրիշի վրա սիգնալ մի տուր, որ նա հերրու փախչի, դու նրա տարածքով ես քշում, ով պետք է նրան այս բաները սովորեցնի։ Ազատությունը վատ բան է շատ։ Եթե մեկ չունեք դրա կողքին գիտակցություն, որ ինչպես պետք է մարդը մտնի կյանքի մեջ, եթե ես ապրում եմ մենակս ինչպես ուզում եմ, շատ վտանգված է քո պետականությունը։ Եթե դու չես գիտակցում քո եսի արժեքը, կնշանակի դու չես կարողանալու ձևավորել քո կյանքի գործունեությունը։ Ուրեմն դու պետք է գնաս այն ճանապարհով, ինչը քեզ կտանի դեպի շահը քո։ Առանց այն ամբողջ աշխարհը ապրում է հիմա շահի հույզերով։ Որևէ երկիր Հայաստանի կոչով օգնելու եւ այլը առաջի հերթին մտածում է իր սեփական շահերի մասին։ Այս է աշխարհի ապրելու ձևը։ Ուր է գիտակցությունը, ուր է այն վեհ երազների աշխարհը, որով մենք հիանում ենք երբեմն։ Ով պիտի օգնի դրանց։ Ինչու իմ կոնսերվատորիայում արդեն երաշտագետների մուտքը պակասեց։ Ինչու։ Ես հասկանում եմ, որ մեր բոլոր բարդությունները սկսել են նրանից, որ բիզնեսի գրավչությունը, որ նախաձեռնությունները պահանջում, յուրաքանչյուր մարդուն տանում է դեպի իր սեփական հետաքրքրությունների դաշտը։ Ոնց անի, որ ինքը տեղը կարողանա շահել։ Բայց դրա կողքը, եթե գիտակցությունը միացված չի, մենք շատ կենթանակերպի կնմանվենք։ Ես կարծում եմ, որ սա մտահոգիչ նյութ է։ Ներկա եմ եղել, ինչպես պարսիկ երգիչը եւ ռուս գիտարիստ երգիչը կռվում են նրա համար, որ այդ աթոռը, որտեղ պետք է իրանք նվագեն, երգեն, փող հավաքեն մեզանից, իրան է պատկանում։ Ով պետք է դրա պատասխանը տա։ Ինչու է իմ հայրենակիցը այսքան անպաշտպան իր երկրի մեջ։ Որտեղ պետք է մենք սկսենք մտածել դրա մասին։ Մայստրո խնդիրներ եք բարձրացնում, բայց ես ուզում եմ, որ հաղորդումս լավատեսորեն փակենք, լուծումներ առաջարկեք։ Աշխարհի ամենամեծ ուժը ժպիտն է։ Քայլել ժպիտով։ Վերացնել քո ներսից այն արգահատանքի զգացողությունը, որ քեզնից դուրս ամեն ինչին դու կարող ես ունենալ։ Հավատալ, որ մենք կարող ենք։ Ու մենք Իսրայելը 1958 թվականին կարողացավ ստեղծել իր երկիրը։ Այդ արևելյան երկրների այդ մագմայի մեջ կարողացավ ստեղծել իր երկիրը։ Իսկ մեր ունեցած այս իրականությունը մենք այսօր տեսնում ենք վտանգված վիճակի մեջ։ Ուր է մեր միասնությունը։ Հավատալ եւ կլինի, ժպտալ եւ բռունցք ամրացնել։